Պողոս Պետրոս, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Վաղուց, երբ մոտ էր երկրին երկինքը, ու լսում էր դեռ մարդկանց տերն ինքը, էն լավ ժամանակ երկու մանուկներ ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր. «Կորեք գնացեք, աշխատանք արեք ու եկեք կերեք, ինչ եք վեր ընկել անգործ ու անբան, հասած տղերք եք, 5-6 տարեկան»։ Էսպես բարկացավ մի օր խորթ մերը, ճիպոտներ տվավ, ղրկեց հորթերը: Անհանգիստ հորթեր ամառվան շոգոր կետ արին, փախան ընկան սարուձոր: Նրանց ետևից լալով, հևալով, փոքրիկ որբերը քարեքար գալով վազ էին տալիս անտառի միջում, վազ էին տալիս ու իրար կանչում. «Պողոս, գտար, չէ, Պետրոս, գտար, չէ, վայ, վույ, վայ»: Շատ որ ման եկան, խեղճերն հոգնեցին, եկան խորթ մորը լալով պատմեցին. «Նանի, այ նանի, կորան հորթերը»: «Վայ գետինն անցնեք, ճչաց խորթ մերը, թող դուք կորչեիք հորթերի տեղակ, անտակ ձորի մեջ, անժարժ քարի տակ, մի արջ պատահեր, մի գազան, մի գել, որ չէի տեսել ձեր շուքը մեկ էլ: Դե ետ գնացեք կորեք, մինչև չգտնեք հորթերը բերեք, աչքիս չերևաք, այ աչքիս փշեր, թե չէ կսպանեմ ես ձեզ էս գիշեր»: Ու ճիպոտն էլ ետ իրենց թաթերին, հոգնած ու սոված արցունքն այտերին, փոքրիկ որբերը անտառի միջում, գիշերվան կիսին լալիս են կանչում. «Պողոս, գտար, չէ, Պետրոս, գտար, չէ, վայ, վույ»: Անտեր հորթերը չկան: Ճարները կտրած, խեղճերը եկան, լալով չոքեցին. «Տեր Աստված, ասին, ինչ կլինի, գթաս, գոնե թևեր տաս, թռչենք ու կորչենք, որ էլ չտեսնի մեզ մեր խորթ մերը, մինչև որ գտնենք կորած հորթերը»: Հենց ասին-չասին, անմեղ բերանով, Աստված որոտաց իր գթոտ ձայնով. «Ահա ձեզ թևեր, սիրուն երեխեք, թռչուններ դարձեք, թռած ման եկեք, որ էլ չտեսնի ձեզ ձեր խորթ մերը, մինչև որ գտնեք կորած հորթերը: Գիշերը քնեցեք ծառերի ճյուղին, ծեղն ու ծղոտը արեք անկողին, ապրուստ էլ կերեք իմ լի սեղանից, երբ որ ղադարգուն եղաք ձեր տնից»: Էսպես վերևից հենց կանչեց Աստված, փոքրիկ որբերը փոխվեցին հանկարծ, ու թևեր առան, թռչուններ դառան: Ու թևեր առած, թռչուններ դառած, դեռ մինչև էսօր ընկած սար ու ձոր, ծվում են, մնչում, մեկ-մեկ ու կանչում. «Պողոս, գտար, չէ, Պետրոս, գտար, չէ, վայ, վույ»: Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց: Ավելացնեմ, որ Թումանյանն այն գրել է 1898 թվականին: Իսկ եթե հավանեցիք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք: